Սիրելի հետևորդներ, այսօր էլ մառախուղ, այն ասում են մատդ, որ մարդու աչք մտցնես, չես տեսնի, այդպես ուժեղ մառախուղ է, նայ այդ կողմի շենքերը չի երևում, վայ, ցուրտ։ Բայ լույսիմ շատ սիրելի հետևորդներ ջան, հույսով եմ, որ բոլորդ լավ եք, բարով եք եկել իմ ալիք, հարգելիներս, ինչ ասեմ, հələ այսօր էլ հիվանդ եմ, այդպես լավ չեմ զգում, բայց թե ինչ արած, հիմա այսօր էլ նորից աշխատանքի եմ, աշխատանքից տեղից նկարահանելու եմ, ինչ եմ նկարահանելու, մի հատ շատ համեղ ուտեստ եմ պատրաստելու մեր ավանդական, մեր շատ սիրած բորշ և նկարելու եմ, ասենք, որ հիվանդանում ենք խազի համար, ինչ կարելի է օգտագործել, որ մեր հազը օգնի, հազը անցնի մեր մեջից, դե գնացինք նկարահանումը կսկսենք, սիրելի հետևորդներ ջան, չմոռանաք բաժանորդագրվել, լայքել, չմոռանաք զանգակ կոճակը, բաժանորդագրվել, այսինքն այդ զանգակ կոճակն էլի, որ սխնում է, մի ալարեք սիրելիներս, բաժանորդագրվեք անպայման, բոլորիդ շատ բաչիկներ կհանդիպեն։ Սիրելի հետևորդներ, ասացին չեք, այդ ինչ ես եփում, քանի որ հիվանդ եմ ես, ուրեմն ինչ եմ պատրաստում, ես էլ ուրիշից եմ իմացել, ինձի խորհուրդ են տվել, մեկ հատ խնձոր, ուրեմն մեկ հատ խնձոր, մեկ հատ սոխ, ճիշտ ասած չասեցին կեղևով, բայց ես մի քիչ կեղև թողեցի և 2 հատ կարտոֆիլ դրեցի, դե կարտոֆիլը պետք կգա, բայց կարող եք մի հատ մի քիչ մեծոտ կարտոֆիլ կամ 2 հատ փոքր, այնա ջուրը լցրել եմ, եփում է, գույնը արդեն փոխել է, էսի հազին օգնում է, ասում են լավ օգնում է, երեք ես սարքել եմ, օգտագործել եմ, տեսա որ օգնում է, ահագին ժամանակ չէի հազում, հիմա այսօր էլ եմ նույնը պատրաստում, ձեզ էլ խորհուրդ եմ տալիս, այսինքն ես հետագայում կտեսնեմ, եթե ինձ օգնել է, ես ձեզ անպայման կասեմ, անպայման կհանդիպենք, ես կասեմ, որ օգնեց, թե չօգնեց, բայց երեկվա օրով ես տեսա, որ օգնում է, այն վաղ կարտոֆիլը մի հատ եմ, սոխը փուջուր էր, հիմա մի քիչ մեծոտա տեսնենք, դե, ու կհանդիպենք, Իրանն էլ ծածկում ենք, հարգելի հետևորդներ, հլա տեսնենք, եփվել է, թե չէ, ինչ արի պատառոքա, ուրեմն խնձորը եփվել է, մեջից կիսվել է, էսի հանում ենք, վրաղ ենք դնում, հլա սոխը պետք է եփվի կարտոֆիլն էլ, թողնենք մի քիչ էլ եփվի, հետո նորից կմիանանք, հարգելիներս, տեսնենք, կարտոֆիլն էլ է եփված, սոխն էլ է եփված, բայց սոխը լավ չի եփված, երևի կարտոֆիլը հանեմ, բայց սոխը թողնեմ, ես կարտոֆիլը մի քիչ շատ արեցի, որովհետև, որ, չէ, սոխն էլ է եփվել, ուրեմն արդեն տակը անջատում ենք, լավ ավելի լավ թանձրացել է, սես թանձր ավելի օգուտ կտա, քանց ջրի կլինի, հիմա սիրելի հետևորդներ, հետևանքները կտենամ ոնց է լինում, ձեր հետ նորից կմիանամ, հարգելիներս պետք է քամենք, քամիչով անցկացնենք, քամիչով էլ անցկացրինք, կթողնենք սառի, կլցնենք ապակե տարայի մեջ, ասեմ, օգտագործելու սառը չօգտագործեք, խալաթելնիկում դրած
Այտենց սառը չօգտագործեք գոլ վիճակով։ Հարգելիներս մոռացա ասեմ, որ խնձորը կուտեք, խնձորներ կուտեք, սոխնել կուտեք, կարտոշկեն կարող եք կուտել, չի խանգարում, բայց ամենակարևորը խնձորն ու սոխը, խաշած կերեք։ Սիրելի հետևորդներ, այսօր միասին պատրաստելու ենք մի հատ շատ համեղ համով հոտով բորշ, ուրեմն ունենք կաղծաղկա կաղամբը, ունենք մաղադանոսը, սոխն էլ սա կմաքրեմ, գազը, գազարը, բազուկը, տավարի միսն էլ արդեն եփվում է, ժամանակն է որ քաֆը քաշենք։ Այսպես քաշենք տավը, դե անպայման քաֆը քաշենք, շատ համեղ բորշ ենք ստանալու, հարգելիներս, չկա այն փոքր գթալա լինում է քաֆը, կամ էլ են սև կեքից կա, բայց մեծ է, ենի հնարավոր չի նրանով, դե ինչ որ այա, ոնց որ հավաքեցինք, լավ, որ էլի հավաքի նորից կհավաք, հետևորդներ, միսը եփվում է հլա, ենա եփվում է, աստեղ սոխը, գազարը և բազուկը միասին լցրել եմ, կարակն եմ դնում, սոխառածը լինի, որ կամաս մինչև միսի կերպվի։ Մենք օգնենք, որ հալվի կարակը։ Կարայի առաջ կարակը դնել, հետո նոր լցնել։ Չգիտեմ, ինչի ձևի արեցի, բայց չի խանգարում, որ մի կողմից ետ կհալվի։ Սառնարանի մեջ սա հանած, սառնա էլի։ Խառնենք, տակը դանդաղացել եմ, որ դանդաղ տապակվի, միսն էլ կիսաեփա, ոսկորից անջատեցի նոր, իչև միսի կերպվի, ես էլ լավ սոխառած կլնի, կաղամներ կտրտած պատրաստա, սխտորել ունենք, մնացած բազուկն ա, որ վերջում լցնենք, սխտորն ինչ եմ արել, աչքովս չի ինգում, կարող են լցել է մեջը։ Մի քիչ սև պղպեղ եմ լցնում, տապակվի, որ լավ արամատ ունենանք։ Սա լավրովի լիստն է կգցեմ, չեք հատը լավրովի լիստ։ Սխտորը վերջապես չգտա, բայց մի հատ մաքրեցի, որ սոխառածի հետ եմ կրկրել, կաղամբի մեջ էլ որ լինի չեմ տեսնի։ Էլի հետևորդներ, տոմատի մածուկը ավելացրի, նա կխառնեմ, այդել կարմիր պղպեղը ավելացնեմ։ Հիմա բոլորը միասին խառնենք, մի քիչ ջուր ավելացնեմ, որ տարածվի, բացվի տոմատի մածուկը, հիմա սրա հետ միասին կավելացնեմ, մի րոպե, Իշտակ ուժեղացել եմ, հիմա կավելացնեմ կաղամբը, ժամանակն արդեն, որ կաղամբն էլ տապակվի, ինչը չեմ, գիտեք ինչն եմ մոռացել, կարտոֆիլն եմ մոռացել, Էսա կարտոֆիլն եմ մաքրել շուշուտ,
ավելացնեմ։ Քիչ ջուր ավելացնեմ։ Վերջ կոտրի տակը։ Ընթացքում նորից կխառնենք։ Սիրելի հետևորդներ, կարտոֆիլը մաքրեցի։ Ես միշտ կարտոֆիլը սոխառածի հետ եմ լցնում, որ իր հետ տապական, այս անգամ սենց ստացա, ոչինչ։ Հիմա պետք է ասեք, բայր կարտոֆիլը խիեց այտենց մեծ գցնել։ Դելը տենց եմ սիրում, հետո որ պետք կլինի, կտրորեն պետք չլինի, կհանենք։ Հիմա աղն եմ ավելացնում, մի քիչ աղ ավելացնենք, հետո որ պետք կլինի նորից ավելացնենք։ Սխտորն էլ ավելացնենք, մի ձեռքով եմ, խառնենք։ Հիմա վերջում միսը մսա ջուրը, ագարակը ոնց են ասում, արգանակը, հա, են էլ եփվում է հլավոր, միսը մի քիչ դժվար է եփվում, սպասենք ոչինչ։ Մի քիչ էլ լցնեմ, թող բորշի հետ եփվի, ոչինչ, հիմա ինչ կլինի։ Քանի 2 ժամավրեն եփվում է այդքան բանը։ Ասել հետևորդներ ջան, ջուրն էլ լցնեմ, մի ձեռով եմ դրա արգանակն էլ լցրեցինք, ինձ թվում է պետք չէ շատ ջուր ավելացնեմ, էսին նորմալ է, տես աղի համն էլ տեսնենք, աղ էի ավելացրել, մի քիչ էլ ստեղ եփվի, համը ոնց որ գթալը բաներ, գթալը ոնց որ աղի եմ սպասելը, սրանով փորձեմ, հետո ես գթալը կլվանամ, նոր կօգտագործեմ, չէ, լավ է սիրելի հետևորդներ ջան, բերեմ երևի բազուկներ լցնեմ, սխտորը ասեցի չէ, ոնց որ ցույց տվեցի, բազուկն էլ լցրեցի, անեմ գթալը լվանա, եթե պետք կլինի եփվի տենամ քիչ, մի քիչ ջուր կավելացնեմ, եռացրած ջուր, դե թող եփվի միասին, ուրեմն մի քիչ էլ բան ունենք, հավի մսով կոտլետա ոնց որ, թե կիևսկի կոտլետա չեմ իմանում, այս ձեթը տաքանա, էդ էլ շարի տանենք, որ պապիկը հետո ինձնից հետո սոված լինի ուտելու բան ունենա, տնեմ մի հատ եփվի, տակը ցածրացրել եմ, հա կիևսկի է, որ հետև ինքը փափկել է, տակը լավ ցածրացրել է, տնենք պատրաստ է, լավ էլ ուռել է, տեսնում եք ոնց է ուռել, լավ էլ եփվել է, նշտով տամ նորից ես մի երեսի վրա, թող լավ եփվի, հարգելիներս մաղադանոսն էլ ավելացրեցինք, մի քիչ եռա, մի քիչ էլ լիմոն կսխմենք, կճզմենք, որ մի քիչ թթվություն տա, էլի բորշի համ տա։ Հետևորդներ, լավ մեր բորշն էլ համ տեսնենք, շատ համեղ է,
ստացվել, հարգելիներս, վայ չուտողին, գիտեք չէ, որ համով լինում, ասում եմ, վայ չուտողին, դե հետո կհանդիպենք։ Սերի հետևորդներ ջան, դե աշխատանքի տեղից վերադարձել եմ, մեր բուժներ պատրաստեցինք, շատ համեղ բուժ ստացվեց, մեզ բարի ախորժակ, ձեզ բարի դիտում, սիրելիներս, չմոռանաք բաժանորդագրվել, լայքել սիրելիներս, գրվել ձեր մեկնաբանություններով, բոլորից շատ սիրում եմ ձեր գեղեցիկ խոսքերի համար, մեկնաբանություններով, որ գրվում եք, սրտիկների համար սիրելիներս, ես ձեզ շատ սիրում եմ, կհանդիպենք հաջորդ հրովակի։